տեղեկացվել եք, որ օրերս Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը տեղի կունենա երկուշաբթի նոյեմբերի 17-ին ժամը 10-ին հակակոռուպցիոն դատարանում։ Արդեն 150 օրից ավելի անազատության մեջ գտնվող ազգային բարերարի փաստաբանական խումբը այսօր աղմկահարույց մանրամասներ է պատմել, թե ինչպես է Վճռաբեկ դատարանը մեծ արագությամբ քննել դատախազության բողոքն ու որոշումը տրամադրել քննիչին, որպեսզի նա հասցնի միջնորդություն ներկայացնել դատարան կալանքի երկարաձգման վերաբերյալ։ Հակառակ դեպքում Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվեր, քանի որ նախորդ կալանքի ժամկետը ավարտվում էր։ Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջիացյանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։ Վճռաբեկն էլ արագ մի copy paste-եր արել մի 100 քանի էջ դզել է, մի 3 էջել այսպես ասած իբրև թե հիմնավորում ա գրել, թափով տվել է քննիչի ձեռը, ասել է վազելով տար մուտք արա, քանի չես ուշացել։ Այ մեր վրդովմունքը դե է կայանում։ Բա եթե հավասարություն էր, իրանք պետք է համ քննիչին նույն պահին տային, համ մեզ տային, ինչի մեզ չեն տվել։ Ինչի իրանք բանում չեն հրապարակել իրենց կայքեջում, ինչի են մենակ քննիչին տվել։ Քննիչը տարեմցրել է գործի մեջ ու մենք գործի նյութերից ենք սրա մասին ծանոթան։